Հարցնում են կարա օդաչուն խմի ալկոհոլ, չէ ոչ մեկ չի անում։ Դա վերահսկվում է որևէ մեկի կողմից։ Վերահսկվում է, ստուգումներ են անցկացվում, կարող գնաս ինչ-որ միտեղ, վայրեջ կատարես, քեզ կան ստուգեն։ Ստուգում են օդանավը, ստուգում են օդաչուներին։ Այսինքն այդ ստուգումը շատ պատահական է տեղի պատահական գալ ստուգել, հա։ Վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, ամենաշատ վթարները ինչի արդյունքում են լինում։ Կարծեմ մարդկային գործոնն է տոկոսային ամենաշատ։ Այսինքն սխալ որոշումներ են կայացվում։ Չէ, կամ մարդկային գործոնի մեջ մտնում է նաև բացի օդաչուներից տեխնիկական սպասարկում, ցիպոչկա, որի ինչ որ մասը նաև մենք ենք։ Մեկը կարող է իր գործում թերանալ, մի փոքրիկ, մի աննշան մի բան չանել եւ դրա արդյունքում վթար լինի։ Հա։ Մարդը ինքնաթիռից կարող է ենթադրություն անել, որ սա ավելի ապահով է կամ ոչ։ Մարդիկ կան, որ մտնում են, տեսնում են ինչ-որ հին կրեսլոներ ու ասում են, այս հին օդանավով ոնց է դռնելու, հա, բայց տենց բան չկա։ Դա կապ չունի։ Այն ինչ որ օդանավի կրեսլոների տեսքից է երևում իր հնությունը, չէ, կապ ունի տեխնիկական վիճակը օդանավի։ Դա եթե բազկաթոռները հին են, ենթադրվում է, որ սարքերն էլ հին կլինեն։ Հա, բայց 20 տարին օդանավի համար տենց մեծ տարիք չի։ Եթե ինքը ճիշտ շահագործվում է եւ անցնում է տեխնիկական ստուգումները, ամեն ինչ նորմալ է։ Տոմսերի գինը կապ ունի, եթե Ժան Տոմսեն ձեռք բերեն, մտածում են գուցե ինչ որ մի բան թերի է արվում։ Նայած, եթե օրինակ Qatar Airways-ի տոմսեր եք առնում, քան ինչ որ օրինակ low cost-երի, ոչ թե անվտանգության հետ կապված, բայց հարմարության հետ կապված շատ ավելի առավելություններ եք ստանում, բայց անվտանգության հետ կապված ինձ թվում է բոլոր օդանավերը անցնում են համապատասխան բոլոր պրոցեդուրաների մեջով։